Բարև ձեզ մեր YouTube-յան հետևորդներ, այսօր նոյեմբերի 1-ն է, մեր հերթական անջատեք խոսափողը պոդկասթի թողարկման օրը, ինչպես նաև այսօր մեր ընկերոջ Արմեն Հարությունյանի ծննդյան օրն է, ով հանդիսանում է Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպության ղեկավարը։ Եվ այս հրաշալի առիթով ցանկանում ենք շնորհավորել Արմենի տարեդարձը։ Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր, քեզ ամենալավ մաղթանքներն ենք մենք ուղում։ Ցանկանում ենք, որ քո պայքարը վերջապես հասնի քո ցանկալի արդյունքին ու բոլորն ենք ցանկանում, որ բոլորի կյանքում լինի Արմեն Հարությունյան։ Քանի որ քո նման լավ ղեկավար ու լավ ընկեր, շատ քիչ կա այս երկրագնդի վրա, այնպես որ մաղթում ենք, որ բոլորի կյանքում մի փոքր Արմեն լինի։ Ու ուրախ նոտայից հեռանալով վերադառնանք դաժան իրականություն։ Այո, առաջարկում եմ խոսենք երեկվա մասին, երեք Հելլոուինն էր ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ ժողովրդի ինչ-որ մաս չակերտավոր տոնում էր, եթե կարելի է տոն անվանել, այս առիթը, ու Facebook-ում նկատեցի, որ շատ մարդիկ դեմ էին արտահայտվում այդ ամենին, խոսում էին այն մասին, որ հիմա մեր երկիրը, մեր եկեղեցին կանգնած է մի իրավիճակում ու դրան զուգահեռ Երևանի փողոցներում շրջում են մարդիկ, կերպարն փոխված, սատանայական տոն են նշում, այս մասով կուզենամ միած թեթև քննարկում ունենանք ու անցնենք արդեն իրոք այն խնդրահարույց մասին, որ մեր եկեղեցին ապրում է շատ ցավալի ու դաժան օրեր։ Ինչ ես կարծում այս մասով դու։ Ես կարծում եմ, որ ցանկացած ազգ, ցանկացած պետություն ունի իր ավանդույթները ու Հելլոուինը իհարկե հայկական չի։ Հելլոուինը, եթե չեմ սխալվում, ամերիկյան տոն է, որը շատ խորը արմատներ ունի եւ շատ խորը նշանակություն ունի։ Ես այնպես չեմ ասի, որ ինքը սատանիստական տոն է, որովհետև ինքը իր ակունքներից բխող շատ հետաքրքիր սովորություններ ու պատմություններ ունի դրա հետ կապված, ու յուրաքանչյուր երկիր նշում է իր ավանդույթներին համապատասխան տոներ։ Այսինքն մենք ունենք շատ գեղեցիկ տոներ, մենք ունենք նույնպես շատ գեղեցիկ ավանդույթներ, սակայն ցավոք սրտի այդ ավանդույթներից ոչ բոլորն են պահպանվում Հայաստանի Հանրապետությունում եւ դարերից բխող շատ գեղեցիկ տոներ այժմ չեն նշում մեր երիտասարդները, չեն նշում Հայաստանում, բայց սրան զուգահեռ կա մի իրականություն, որ եկեղեցու դեմ արշավ է լինում եւ դրա դիմաց ոչ մեկ չի խոսում, բայց տարին մի անգամ իրենց պարտն են համարում Հելլոուինի հետ կապված ինչ-որ հիշատակում անել, նշելով դա սատանիստական է եւ դա չպետք է տոնեն, բայց այն ժամանակահատվածում, երբ որ ուղղակիորեն արշավ է եկեղեցու դեմ, այդ մարդիկ ձայն չեն հանում, կամ էլի սաղ տարին ձայն, ամբողջ տարին ձայն չեն հանում, բայց հենց ինչ-որ մի արտիստ գալու է եւ Հայաստանում երգելու է, իրենք հիշում են, որ կարելի է իրենք հիշում են, որ քրիստոնյա են եկեղեցու հետևորդ են եւ իրենց պարտն են համարում, ինչ որ բացասական կոնտեքստով գրեն, որ մենք քրիստոնյա ենք, չպիտի այս մարդը գա, ինձ թվում է իհարկե սա սխալ է։ Օրինակ ես էլ այդ քո ասածին ուշադրություն եմ դարձրել երեք ու այն մարդիկ, ովքեր իրանց Facebook-յան էջերում ինչ-որ գրառումներ էին կատարում Halloween-ի դեմ, մտել եմ օրինակ իրանց էջ, նայել եմ, որ նախորդ post-երը ինչ-որ չգիտեմ, իրանց անձնական կյանքն են բանը, բայց օրինակ ոչ մի գրառում չկա այն մասին, որ օրինակ բղծվում է հիմա մեր հավատքը, որ շատ մարդիկ իրանց այդ պիղծ քայլերով փորձում են դուրս գալ եկեղեցու դեմ, որ եկեղեցում հիմա տենց բաներ է տեղի ունենում, ոչ մի գրառում չկար դրա մասին, բայց օրինակ երկու էջանոց գրառում են գրել այն մասին, որ այն մարդիկ, ովքեր փողոցներում երեկման են եկել, քայլել են, չգիտեմ ինչ են արել, իրանք ազգի դավաճան են, թշնամի են, քրիստոնեությունից լրիվ հեռու մարդիկ են, ու իմ համար այս նույնիսկ անհասկանալի է, որովհետև եթե դու իրան մեղադրում ես նրա մեջ, որ ինքը հեռու է հավատքից, ուր ես դու, երբ որ օրինակ քո եկեղեցու դեմ արշավ են սկսել։ Այդ մարդկանց հավատքը արդեն նշեցի տարին երկու անգամ տենց է դրսևորվում ու մի քանի օր իրենք պահք են պահում կամ ցույց են դնում, որ իրենք պահք են պահում եւ այդպիսով իրենք ուզում են նշեն, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ են, ինչը որ ինչ չի թվում, թե եկեղեցու հետևորդը լինում է այդ երեք ասպեկտը տարվա մեջ մի անգամ պահելով, այլ եկեղեցու հետևորդը խորը հասկացություն։ Մեր ղեկավարությունն էլ է հիմա այդ ամեն ինչի հետևից գնում, իրանք մի քանի անգամ են տարվա մեջ հիշում, որ իրանք հայ առաքելական եկեղեցու հետևորդ են։ Օրինակ այն ժամանակ են հիշում, երբ որ օրինակ Ստեփանը կարգալույծ եղած, պետքա պատարակ մատուցի ու մեր երկրի ղեկավարը որոշում է, որ պետքա գնա աջակցի կարգալույծ եղած հոգևորականին։ Այդ ժամանակա հիշում մեր, երկրի ղեկավարը ու մնաց նույն այդ նիկոլական խաբը, այնտեղ չգիտեմ, կային համայնքապետեր, ով որ հայտնի էր նրանով, որ իր կենսագրականի մեջ իր ծառը նշել էր Արու։
Մենք Հայաստանում ունենք Արու համայնքապետեր, բոլոր աշխարհի բոլոր երկրներում համայնքապետերը լինում են կամ Արական Սերի ներկայացուցիչ Մենք Արու ունենք կարմիր գրքում գրանցված ինչ որ համայնքապետ է ինքը երևի ու այս ֆոնին նայում ենք օրինակ որ ձերբակալվեց Դավիթ Համբարձումյանը նայում ենք Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը նայում ենք Վալոդիա Գրիգորյանի սպանությունը ու հասկանում ենք որ բոլոր այն ընդդիմադիր համայնքապետերը ովքեր իրանց կարծիքն են արտահայտել այս իշխանության մասին ու բնականաբար դուրս են եկել այս ռեժիմի դեմ արժանացել են կամ Վալոդիայի ճակատագրին կամ արժանացել են ցավոք սրտի Դավիթ Համբարձումյանի ճակատագրին ու այստեղ մենք նայում ենք մի իրականություն որ իրանք գոռում են մենք ունենք դեմոկրատիա բայց իրանք դեմոկրատիան օրինակ մարդը նու Ես օրինակ կարող եմ ինչ-որ շատ մարդկանց մասին չունենամ դրական կարծիք, բայց երբ որ տեղի ունենում անօրեն գործողություններ, ես դրա մասին խոսում եմ, օրինակ ստատուսի համար մարդուն ձերբակալել, տանել կալանքի, իմ համար այդ մի քիչ օքեյ չի։ Ուր է խոսքի ազատություն ուրեմն Հայաստանում։ Ու բացի այդ արի հենց Դավիթ Համբարձումյանի օրինակով փաստենք այն հանգամանքը, որ Դավիթ Հարությունյանի դեմ, եթե ես չեմ սխալվում, 2018 թվականից է սկսված այդ քրեական գործը եւ իրեն ուղղակիորեն դատապարտում են այն ժամանակ հատվածում, երբ որ ինքը իմպիչմենթի շրջանակում վարչապետի Այսինքն ինքը վտանգ է հանդիսանում էլի այս իշխանությունների համար, դրա համար իրեն լիկվիդացնում են։ Բայց չունենք տուժող Դավիթ Համբարձումյանի գործով Չունենք, չգիտեմ, իրեղեն ապացույց չունենք ոչ մի բան, բայց ունենք մեղադրյալ։ Ու հետաքրքիր է նա, որ Դավիթ Համբարձումյանին հենց օթանավի դռնից են Չես սպասում օրինակ մարդը ես օրինակ նման դեպք չեմ տեսել, երբևիցե չեմ տեսել։ Լավագարային վարչապետի առած են սուերը վերջներին է, որ չէր կրակում համապատասխան տեխնիկան չկար այդ սուերի վրա, կարային այդ սուերով թռնեին օդից բռնել։ Դե օրինակ ինձ թվում է թեկուզ քաղաքականությունից հեռու մարդու համար էլ ապարզ առաջին հայացքից, որ այս ամեն ինչը քաղաքական հաշվեհարդար է։ Որովհետև Դավիթ Համբարձումյանը այն մարդն է եղել, ով երբեք օրինակ Նիկոլի դեմ, հա, չի կռացել, այսպես ասած, ով գլուխ չի խոնարել, ով այսպես ասած, չի շողոքորթել, չի ցանկացել հաճոյանալ։ Դավիթ Համբարձումյանը այդ մարդն է եղել ու Նիկոլ Փաշինյանի համար վտանգ է եղել ինքը, որովհետև Նիկոլը անցած անգամ էլ տեսավ օրինակ կաթողիկոսին ոնց Դավիթ Համբարձումյանը դիմավորեց Դավիթ Համբարձումյանի կոչով մի քանի մարդ հավաքվեց ու հասկացել է որ օրինակ ինքը կոնկրետ վտանգ է իր իշխանության համար։ Իսկ հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներից անդամ կար, ով որ հայտնվել էր հենց խորանում ու պատարակ էր իրականացնում։ Երիտ թևի անդամներից էր կարծեմ տատուներով, դաջվածքներով, նույն Ստեփանի կողքին էր։ Դե գիտեք ոնց օրինակ Երբ որ եկեղեցին ազատվի, այդ եկեղեցին կոնկրետ Օհանավանի եկեղեցին ազատվի այդ ճարիքից, պետք կլինի մաքրել եկեղեցու տարածքը, մի հատ նորից, հա, արարողություն անցկացնել եկեղեցին վերականգնելու համար, որովհետև այդ պիղծ մարդիկ, ովքեր այդ իրանց պիղծ քայլերով այնտեղ արել են այդ ամեն ինչը, իրանք ոչ թե եկեղեցին են այդ բանով իջացրել, այլ իրանք ցույց են տվել ժողովրդին, թե ով են իրանք, ու իմ համար ամենաանհասկանալին էր, որ օրինակ եթե դուք տարվա մեջ մի անգամ եք գնում պատարակի, դել ձեր վարչապետի, հա, կանչով։ Ձեր մեջ այդ ամոթը, այտենց հանրային կանգնելու լրագրողների դեմ հա եկել ենք, Արթուր Հովհաննիսյան օրինակ։ Իմ համար Արու համայնքապետը, ասենք դուք տարին մի անգամ գնում եք պատարակի, այն էլ ձեր վարչապետի կանչելով։ Ու դուք այդքանից հետո մի հատ էլ լրագրողների դեմքին եք թռնում, կոպիտ ասած։ Նույն Արու համայնքապետը շատ ոչ նորմալ վարքագիծ էր դրսևորում լրագրողների հետ։ Ու միշտ է տենց եղել։ Որը որ քննադատելի է իմ կողմից ու ցանկացած բանական իր արույությունը դրսևորվում է հենց այդտեղ։ Ու մանավանդ որ այդտեղ հարցնում էին մանավանդ որ այդտեղ Արու համայնքապետը ասում էր որ այսօր եկեղեցական տոն է եւ մենք եկել ենք պատարակի ու երբ որ լրագրողը հարցնում է ինչ տոն է այսօր եկեղեցական ինքը չի կարողանում պատասխանել այդ հարցին Այդ են ինչ ասեմ չգիտեմ այն մեկն էլ օրինակ ապացուցում է որ ինքը քրիստոնյա է աղոթելով կամերաների առաջ մի քիչ շատ խնդալու վիճակ է ու լացելու զուգահեռ դրա համար այս մասով մի քիչ չգիտեմ Կարծիք արտահայտելուց ես դժվարանում եմ,
բառերը չեն գալիս են ասեմ, որովհետև ինձ թվում է ցանկացած մարդով տենում է այս ամեն ինչը, ինքը իր մեջ մտածում է ու այդ նույն ֆոնին Եղոյան Արմանը կարծեմ պատգամավոր ասում է, որ մենք օրինակ բանակցությունների մեջ գերիների վերադարձի հարց չենք քննարկում։ Այո, ուստեղ երկու զուգահեռ իրականություն է, երբ որ ընդդիմությունը անընդհատ բարձրաձայնում էր, որ իրենք ոչ մի ջանք չեն գործադրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր որ ներկայումս Բաքվի բանտերում են, իրենց ետ բերեն, այդ նույն ժամանակահատվածում Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը նշում էին, որ նրանք անընդհատ ջանքեր են գործադրում, որ նրանց ետ բերեն, բայց արդյունքում մենք ունեցանք պատկեր, որ Եղոյանը նշեց, որ չկա նման գործընթաց իրենց օրակարգում։ Արայիկն էլ ասում էր մենք ամեն ժամ հետաքրքրվում ենք, ամեն ժամ հայտ ենք ներկայացնում, չգիտեմ ինչ ենք անում։ Ու այդ քո նույն նշածը զուգահեռ իրականությունում ընդդիմադիր падգամավորները ու ոչ միայն падգամավորները, հանրապետական կուսակցության մեր ավագ ընկերները աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ ձայնի հնարավորություն են ունեցել, իրենք բարձրաձայնել են այդ խնդիրը, բարձրաձայնել են աղետը։ Մակարդակում, երբ որ մենք տարբեր երկրներ ենք գնում եւ խոսքի Նանեն Կարապետյան դուել։ Երբ որ խոսքի իրավունք ենք ունենում, միշտ առաջին հերթին հիշում ենք մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր որ գտնվում են Բաքվի բանտերում եւ հույս ենք հայտնում, որ նրանք կվերադառնան հայրենիք։ Այս ֆոնին, հա, շարունակելով երևի եկեղեցու թեման, չգիտեմ օրինակ այս թեմային մի քիչ ոնց մոտենամ, այն տեսանյութը, որ տարածվեց տեսանյութերը, որ տարածվեցին Արշակ Սրբազանի չակերտավոր մասնակցությամբ։ Այստեղ ինձ թվում է խնդիրը ոչ այդքան տեսանյութերի մեջ է, այլ ինչ պայմաններում են նկարահանվել այդ տեսանյութերը։ Դե Սրբազանը բացատրեց։ Տեսանյութի մեջ երևում է Սրբազանի տունը կամ ենթադրյալ տունը, չգիտեմ, վիդեոները ինչքանով են համապատասխանում իրականությանը, երևում է մարդու անձնական տարածք ու երևում է, որ այդ վիդեոները նկարահանված են տարբեր ժամանակահատվածներում։ Այսինքն ամիսներ շարունակ Արշակ Սրբազանի տունը գաղտնի լուսանկարահանվել է, տեսաձայնագրվել է եւ հավաքվել է կոմպրոմատ, ինչը որ հետագայում օգտագործվել է։ Այսինքն այս բaragայում մենք ունենք խախտում մարդու անձնական կյանքի նկատմամբ իմ կարծիքով, որովհետև եթե մենք սենց նայենք հարցին, ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ, ով որ չի կիսում այն տեսակետը, որը որ ունի իշխանությունը, հանգիստ կարող է տեսաձայնագրվել, նկարահանվել ու հետագայում օգտագործվել, այսինքն մտնում են մարդու անձնական Ոնց որ օրինակ տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի ժամանակ։ Իրանք բերեցին ինչ-որ նյութեր, ասեցին, այս իրանց, չգիտեմ, հեռախոսազանգ չէր կարծես, ինչ-որ հա տարածքի ձայնագրություններ, այս իրանցն է, ու ժողովրդին մոլորեցրեցին, էլ չասեցին, որ այնտեղ կա արհեստական բանականություն ունի, ու հիմա արհեստական բանականությունը այնքան է զարգացել, հասել այն, չգիտեմ ինչ աստիճանի, որ այդ տեսակի վիդեոներ սարքելը մի րոպե բան է։ Այսինքն 10 տարեկան երեխան էլ կարա այդ նույն բովանդակության ու չի կարա այդ նույն բովանդակության, բայց կարա նույն մակարդակի, հա, օքեյ չի լինի, էլի։ Կարա նույն մակարդակի վիդեո սարքի տեղադրի, ասի գիտեք ինչ սենց օրինակ գրի։ Ու ինչքանով է լուրջ այդ, չգիտեմ, օրինակ տեսագրությանը լուրջ վերաբերվել, մանավանդ որ Սրբազանը նշեց, որ այնտեղ ակնհայտ արհեստական բանականությամբ սարքած բաներ կար։ Ու նույնն է Բագրատ Սրբազանի ձայնագրության մեջ։ Այո։ Խախտվել է ոչ միայն անձնական տարածքը մարդու, այլ նաև զրպարտել են։ Ու ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրում է ստատուսներ վիրավորելով, վարկաբեկելով մեր հոգևորականներին, ել չեմ ասում, որ մեր սրբազաններից հիմա կան կալանքի տակ գտնվողներ, կան ահա մարդիկ, ովքեր վտանգի տակ են հիմա էլի կալանավորվելու, որովհետև ամեն ժամյա ռեժիմով ներկայիս իշխանությունները թիախավորելով եկեղեցին գնում է այն մարդկանց հետևից, ովքեր դեմ են գնացել իրան։ Ես ինչի հիման վրա էի նշում, որ անձնական տարածք են մտել, որովհետև իրավաբանները, ովքեր որ խոսում էին, իրենք նշում էին, որ այդ մարդը չի անցել որևիցե քրեական գործով, այսինքն եթե քրեական գործով են անցնում եւ դատարանի հստակ վճիռ կա, այդ պարագայում կարող են մարդու անձնական տարածքը նկարահանել։ Բայց կոնկրետ Արշակ Սրբազանի պարագայում նման նյութ չի եղել, այսինքն իր դեմ հարուցված քրեական գործ չի եղել եւ ինքը դատարան չի մտել։ Հետևաբար իրավաբանները փաստում էին, որ սա արդեն անձնական տարածքի մուտք գործում է եւ իրավաբանները փաստում են, որ ոչ մի
ընդդիմադիր քաղաքական գործիչ կամ թեկուզ ցանկացած մարդ նույնիսկ իշխանականով որ այդ պահին ինչ որ մի բան կանի, որը որ ինչ որ X, Y եւ Z մարդկանց դուրը չի գա, նրանք կարող են ուղղակիորեն թաքուն տեսաձայնագրել եւ այդ ամեն ինչը օգտագործել հետագայում։ Լավ, ըստ քեզ օրինակ, այս ամեն ինչի համար է արվում։ Վարքաբեկվում է եկեղեցին, բայց նայի արի հիշենք, որ սկզբնական հատվածում երբ որ այդ վիդեոները տարածվեցին, նյութ էր նաև տարածվում, որ Արշակ Սրբազանը դուրս է եկել Գարեգին երկրորդի դեմ, Սրբազանի դեմ արագ հերքվեց։ Այդ նիկոլական տելեգրամյան ալիքներն ինչ է, կարծես թե տեղադրել այդ ամեն ինչը, ու հենց այդտեղից էլ այդ աղմուկը սկսեց։ Իմ կարծիքով այս ամեն ինչը արվում է, որ Նիկոլ Փաշինյանը հակաթողություն ստեղծի եկեղեցում։ Այսինքն Էջմիածնի ընդդիմությունը ստեղծի։ Դե ինքը հոգով դե ինքը հիշում ենք, չէ՞, ինքը ինչ ընդդիմադիրներից էր այն մի քիչ։ Իրա մեջ այդ մտածա, որ եթե կա այս ինչ, ուրեմն պետքա դրա ընդդիմությունն էլ լինի։ Այո։ Չգիտեմ, շատ ցավալի է իրականում հիմա այն ամենը ինչ տեղի է ունենում մեր եկեղեցում։ Հավատացյալները ամեն ինչից ինձ թվում է, թե ինձ թվում է մարդու հավատքը պետք է լինի անսասան եւ մարդու կապը առ Աստված ոչ մի իշխանություն եւ ոչ մի ուժ չի կարող։ Հա մաքսիմում օրինակ արգել են, չգիտեմ, կաթողիկոսի ելույթը նոր տարվա գիշերը։ Ինչա արեցին, ունեն շողակաթը։ Ու ավելի մեծ արձագանք գտավ այդ ամեն ինչը, ավելի շատ տարածվեց կաթողիկոսի ելույթը։ Շատ տներում, օրինակ մեր տանը նոր տարվա գիշերը մենք միացրել էինք հենց կաթողիկոսին, իր ընդհանրապես Նիկոլի դե փակա, ինքը մեր տունը չկա դե փակա։ Կաթողիկոսներ մեր մոտ խոսում, որովհետև չեն կարա իրանք ոչ մի բան են, հա, օրինակ հմեկը իրանց ձեռքն է, թող հմեկով ինչ ուզում են անեն, թող փչացնեն, հետո հետագայում իշխանությունները ովքեր կգան, նոր դերի կսարքեն են սիրուն հմեկը են հավեսին տեղը։ Հիշենք, որ ԽՍՀՄ-ը, որը որ մեծ կայսրություն էր, այդ ժամանակ հավատքը արգելված էր, բայց նույնիսկ այդ արգելված լինելու ժամանակահատվածում հայը շարունակում էր հավատալ եւ շարունակում էր նվիրված լինել իր հավատքին, որովհետեւ կային հոգեվորականներ այդ ժամանակ էլ, ովքեր թեկուս, հա, ընդհատակում թաքուն, հա, անցկացնում էին ծիսակատարություններ, անցկացնում էին մկրտություններ, պսակադրություն էին իրականացնում, ու հիմա այս իրավիճակում շատ կարեւոր է, որ այն հոգեվորականները, ովքեր գտնվում են այդ թիախի տակ, ունենան հավատացյալ հենարան, իր ժողովրդի հենք ունենան ինքը իրանք, որովհետև երբ որ մարդը դեմ դուրս է գալի չարիքի հետ, տվյալ դեպքում այս իշխանությունների հետ, ինքը պետքա վստահ լինի, որ ինքը ունի մի տեղ, որի վրա կարա հենվի, այս արդեն հավատացյալ ժողովուրդն է մեր։ Շատ մեծ ուրախությամբ կարամ նշեմ, որ օրինակ եկեղեցիներ ունեն իրենց ահա, այսպես ասած, հավատացյալների խումբը, ովքեր միշտ իրանց կողքին կանգնած են, ու Տեր Սարգիսն էլ, ով էլի այս խառնաշփոթ իրավիճակի մեջ գտնվողներից է, ինքն էլ ունի մեծ աջակիցների բանակ, ովքեր վստահ եմ թույլ չեն տա, որ իրա հետ էլ կատարվի շատ ավելի վատ բաներ, ինչ որ ներկայիս իշխանությունները օրինակ պլանավորում են։ Չէ, էլի մի քիչ հեռվանանք այս թեմայից, խոսենք մի դեպքի մասին, որ օրեր առաջ տեղի է ունեցել, էլի երեխա է կորել Հայաստանում, ու վերջին շրջանում այս դեպքերը ինչ որ շատացել է։ Ու մի քանի ամիս առաջ փոքրիկ Տիգրանի մահը, կարծում եմ բոլորը դեռ կհիշեն, սա այս պահով գիտեք ինչ կուզեմ ասեմ, օրինակ Մարիկի այդ գետի հունով պետք է լիներ պատնեշներ, որ այդ երեխեն առանց որևիցե դժվարության չկարողանար անցնել այդ տարածք։ Ու ես վերջերս օրինակ հետևել եմ այդ իրադարձություններին ու տեսել եմ, որ ոչ մի փոփոխություն չկա, այսինքն այդ գետի հատվածը ոնց որ բաց կար, բաց հոսանքի այդ արագ հոսանքի հատվածում ոչ մի պատնեշ, ոչ մի ցանկապատ, փշալար, ոչ մի բան չկա։ Այսինքն այդ դեպքերը կարող են կրկնվել, որովհետև ներկայիս իշխանությունները պատասխանատվություն չեն վերցրել իրենց վրա, իրենց սխալը ուղղելու։ Ես մի խնդրանք ունեմ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ բոլոր կողմերին, այն մարդիկ, ովքեր որ իրենց ներկայացնում են որպես էքստրասենսներ, ովքեր որ էքստրասենս չեն, ովքեր որ ուղղակիորեն մարդկանց հուզական ֆոնի վրա են խաղում, խնդրում եմ նախ որ չխաղան մարդկանց հուզական ֆոնի վրա եւ այդ ուղղակի անում են դիտումներ հավաքելու համար շատերը։ Այո, եւ չհրապարակեն այդ ամեն ինչը եւ լրագրողները, լրատվամիջոցները չնպաստեն այդ ամեն ինչի տարածմանը։
Հա, օրինակ հենց Մարմարիկի դեպքում մենք ականատես եղանք մի իրականության, որ օրինակ հենց այդ նույն էքստրասենսերը շեղեցին մարդկանց իրենց գործից, այսինքն եթե իրանք պետքա կոնկրետ զբաղվեին ստեղ, որ գոնե այդ երեխու, հա, փրկարարական գործողությունները իրականացվեին ավելի արդյունավետ ու ավելի արագ, գնացել չգիտեմ որտեղ էին ման գալի, որովհետև ինչ որ էքստրասենս TikTok-ի լայվում ասել էր, որ ինքը երեխուն ստեղ է տեսնում։ Ու այս ամեն ինչը շեղեց բնականաբար։ Ինչպես նաև ասում են բարեկամը գողացել։ Հա, ինչ ասես խոսում են ցիգաններն են տարել, չգիտեմ ինչ որ անհեթեթություններ էին խոսում, որ ուղղակի այդ գործի ընթացքին խանգարեց եւ այս թեման շատ չեմ ցանկանա երկարացնել, որովհետեւ բնականաբար, հա, ցավոտ թեմա է մարդկանց ընտանիքում տեղի ունեցել ողբերգություն ու քիչ ճիշտ չեմ համարում շատ խոսել, ուղղակի այդ արձանագրենք, որ այդ խնդիրը լուծված չի ու հետագայում էլի նման ողբերգություններ կարող են լինել, որովհետև ոչ մի կանխարգելիչ գործողություն չի անցկացվել։ Ու խոսելով մեր շատ սիրելի թեմայից, կրթական թեմայից, արի հիշենք, որ մեկ շաբաթ, 10 օր առաջ, ուրեմն մանկավարժականի ռեկտորը եւ պրոռեկտորը բերման ենթարկվեցին։ Հնարավոր կոռուպցիոն սխեմաների իրականացման մեղադրանքով։ Ու այստեղ մի հատ շատ հա դիպուկ փաստ արձանագրենք, որ հոգաբարձու խորհրդի ղեկավարը մանկավարժական համալսարանի մեր ներկայիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Ու եթե խոսում ենք նման կոռուպցիայի, հա, այդ ծավալի կոռուպցիայի մասին, հոգաբարձու խորհրդի նախագահը անհնար է ինքը տեսած չլինի այդ ամեն ինչը։ Այո։ Ու եթե իրոք տեղի ունեցել նման կոռուպցիա, նման, հա, հանցանք, ուրեմն Ժաննա Անդրեասյանը տեղյակ ա եղել այդ ամեն ինչից։ Ու տարիներ շարունակ ոնց հասկացանք, քանի որ վերջին ժամանակահատվածում այդտեղ ռեկտոր չի փոխվել, եւ անդադ շատ Պարբերաբար հա բնույթ է կրել ինքը։ Եվ պարբերաբար ոչ մեկի անմեղության կանխավարկած չփախտելով։ Ես միգուցե եւ պարբերական բնույթ կրած երևույթ լինի, եթե տեղի է ունեցել իհարկե այդպիսի բան։ Բայց եթե տեղի է ունեցել ու հա արդեն Շատ արձագանք չի գտել։ Եթե տեղի է ունեցել դա ու դատարանն էլ հետագայում արդեն դա ապացուցի փաստերով, ինձ թվում է մեղադրելի կարգավիճակում նաև պետք է հայտնվի Ժաննա Անդրեասյանը ոչ միայն այդ գործով, պետք է նաև քննվի օրինակ ակադեմիական քաղաքի բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Այստեղ խնդիրը նաև կայանում է նրանում, որ միգուցե նաև այդ կնոջը արդարացնեն, բայց որպես կանոն բոլոր արդարացումները եւ բոլոր այդ ամեն ինչը չի բարձրաձայնվում այդքան ուժգին, ինչքան որ բարձրաձայնվում է այդ մարդու ձերբակալությունը, ձերբակալումը, ինչը որ եւս մեկ անգամ փաստում է, որ ուղղակիորեն հնարավոր է ուղղակիորեն մարդու անունը ընկնում է անկախ նրանից, թե իրեն կարդարացնեն վերջում, թե ոչ։ Հա, շատ դեպքեր ունենք մենք, հա, ներկայիս իրավիճակում, որ տեսնում ենք օրինակ մարդուն տանում են այսինչ գործով, հետո ասում են, չէ, լավ, դե բաց ենք թողում, մարդու վրա արդեն այդ հետքը մնում է։ Շատ ու շատ դեպքեր ենք նման տեսել, ականատես եղել նման դեպքերի։ Ու Ժաննա Անդրեասյանի մասով խոսելից էլի ակադեմիական քաղաքին պետք է անենք, որովհետև իմ համար շատ անհասկանալի երևույթ է։ Հիմա մենք արդեն 2025-ի վերջին ենք մոտենում ու 26-ի գոնե կեսին մենք պետք է ունենանք հստակ պատկեր ակադեմիական քաղաքից, այն ինչ որ դրել էինք մեր առջև ու պետք է նայենք օրինակ 2026-ի կեսին գոնե ինչ պետք է ունենանք։ Մենք չունենք ոչ մի բան։ Իրանք 2026-ի կեսի համար գրել են, որ օրինակ պետք է ծախսեն այս բյուջեի օրինակ 60%-ը, իրանք ծախսել են 80% արդեն։ Այո։ Բայց չունենք արդյունք։ Իրանք գրել են, որ 26-ի կեսին պետք է ունենանք օրինակ, չգիտեմ, հստակ պլան, որ ըստեղ շենքերն ալինելու SSS համալսարաններն են տեղափոխվելու ու պետք է 26-ի կեսին գոնե ներկայացնեն, թե որ համալսարաններն են փակվելու, իսկ 25-ի վերջին արդեն պետք է հստակ ցանկ ներկայացնեն, թե օրինակ այս բաժինները ոնց ենք փոփոխում, իրենք ոչ մի բան հələ չեն ներկայացրել։ Ու այստեղ էլի կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում է սրանց նախագիծը, որովհետև բացի այդ իմ նշածները, իրանք ամեն ամիս աշխատավարձ են դուրս գրում հաստիկների համար, որ օրինակ այդ հաստիկները ընդհանրապես գոյություն չունեն։ Այստեղ մի շատ հետաքրքիր բան ասեմ, այդ իրանք հա ակադեմիական քաղաք հոգաբարձու խորհրդում կրթության եւ գիտության օրենքի փոփոխման այդ իրանց բանում նշել էին, ծրագրում նշել էին, որ օրինակ հոգաբարձու խորհրդում եւ գիտխորհուրդներում պետք է ուսանողների թիվը կրճատվի հասնելով մինչեւ 5%-ի։
մինչև 10%-ի կներեք, գիտ խորհրդում։ Մինչև 10%-ի օրինակ մի հոգի, ու իրանց այդ հոգաբարձու խորհրդում իրանք էլի չեն նշել թե քանի ուսանող պետքա ներկա լինի։ Ներկա պահին կան պրոֆեսորադասախոսական կազմից մարդիկ, կան մասնագետներ, կան նիկոլական, հա, վերնախավից շատ անդամներ, բայց մի ուսանող չկա այդ հոգաբարձու խորհրդում, ակադեմիական քաղաքի։ Այն ժամանակ, երբ որ իրենք անդադ փողոքում էին, որ հոգաբարձուների խորհրդի տարբեր համալսարաններում հոգաբարձուների խորհրդների նախագահները իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին, ինչ որ այդքան էլ այդպես չէր, 1-2 համալսարաններ, որ հանրապետականի այդ որևիցե աղերս ունեցող մարդիկ էին։ Այժմ մենք տեսնում ենք, որ բոլոր համալսարաններում գրեթե հոգաբարձուների խորհրդի նախագահները հանդիսանում են իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ։ Օրենքը իրանք օրենքն հենց են փոփոխել, իբր քաղաքական անձիկ պետք է ընդհանրապես համալսարաններում գործ չունենան, բայց իրանք հենց այդ նույն օրենքում նենց է, որ հոգաբարձու խորհրդի օրինակ 50%-ը կառավարության անդամներ են լինելու։ Իսկ այն մյուս 50%-ը լինելու են համալսարանի, հա, կարկառուն դեմքերը, որոնց մեջ բնականաբար լինելու են նիկոլականներ, որովհետև համալսարաններում արդեն ընդդիմադիրներ չեն մնացել։ Լինելու են էլի նիկոլականներ ու սենց բան է ստացվում, եթե իրանք դուր չեկավ հոգաբարձու խորհուրդը, կառավարության են 50%-ին ասում են մի հատ հրաժարական տվեք դուք, նրանք հրաժարականը տալիս են, ընդեղից էլ ասում են դե լավ մի երկու հոգի էլ ստեղից է հրաժարական կտա, տալիս է հոգաբարձուն լուծարվում է, նորից իրանց ուզած հոգաբարձունա ձևավորվում։ Ու մենք խոսում ենք այն մասին, որ համալսարանները չպետք է քաղաքականացվեն։ Ու մենք խոսում ենք այն մասին, որ ռեկտորները բոլոր այն ընդդիմադիր դասախոսներին, բոլոր այն ընդդիմադիր ուսանողներին, ովքեր չեն արտահայտում իրանց կարծիքը, բայց ներքուստ հոգեպես իրանք ինչ որ կուսակցության կամ ինչ որ հա գաղափարի կողմնակից են, ճնշվում են համալսարաններում։ Մենք տենց դեպքեր բազմիցս ենք տեսել։ Ու նույն ուսխորհրդների մակարդակով որ ժամանակին օրինակ մարդիկ են եղել, հա, որ հանրապետականի հետ կարող է ինչ որ կապ ունեցել կամ նույն գաղափարներն են կիսել, ասենք իրենք հենց տրագեդիա են սարքում դրանից, որ վայ հանրապետական են, վայ բան համալսարանը բանա, հանրապետական են սարքել։ Ես հիշում եմ, որ 2017 թվականին, երբ որ հանրապետականն էր իշխող ուժ, ու մենք դասախոս ունեինք, որը որ դեմ էր հանրապետականին, ու իրեն հանել էին գործից դասախոս աշակերտի ուսանողի նկատմամբ վատ վարքագիծ դրսևորելու պատճառով, ամբողջ ընդդիմադիր մամուլը այն ժամանակվա խոսում էր այն մասին, որ այդ մարդուն գործից հանել են միայն նրա համար, որ ինքը դեմ էր հանրապետականին, ինչը իրականում տենց չէր, որովհետև իմ կուրսում այդ դեպքը տեղի ունեցել, բայց ներկայումս երբ որ մարդկանց հանում են զուտ ընդդիմադիր լինելու համար, այդ ամեն ինչը այդքան չի բարձրացնում։ Թե հետ եմ ասում, օրինակ դասախոսին ասում են, այս տարիքից դասաժամ չենք տալիս, որովհետև բյուջե չունենք։ Բյուջե չունի դասաժամ տալու համար դասախոսին, ով օրինակ 30 տարի այդ համալսարանում դասավանդում է, ոնց կարա այդպես բան լինի։ Դասաժամերը հանում են, առարկան հանում են, որ այդ ամբիոնի ամբողջ դասախոսներին հեռացնեն համալսարանից։ Շատ համալսարաններ պետք է օրինակ հանում են, չգիտեմ, հոգեբանություն, փիլիսոփայություն, որտեվ այդ դասախոսները կոնկրետ բոլորն ունեն ընդդիմադիր հայացք, ասում են լավ դե հերթով որ սաղին արդարացում չտանք, ասենք SSSS պատճառներով ենք անում, եկեք ընդհանուր ցրենք առարկան։ Հասկանանք այն փաստը, որ փիլիսոփայությունը այն առարական է, որի հիման վրա այն գիտությունն է, որի հիման վրա զարգացել են մնացած բոլոր գիտությունները։ Ու երբ որ դու չես հասկանում փիլիսոփայություն, դու օրինակ անհնար է լինես լավ տնտեսագետ, եթե չես հասկանում փիլիսոփայություն։ Անհնար է լինես լավ մանկավարժ, եթե չգիտես փիլիսոփայություն ու ցանկացած մասնագիտություն։ Անհնար է դու լինես լավ դրանից, եթե դու չես հասկանում փիլիսոփայությունը, չես տիրապետում այդ առարկան։ Իսկ իրենք հենց դա են հանում։ Ու ոչ միայն դա, օրինակ մենք դասախոսներ ունեցանք, որ ֆակուլտետի, հա, ամբիոնի վարիչներ նաև ունեցանք, որ էլ չեմ ասում դեկաններ ու պրոռեկտորներ ունեցանք, որ իրենց հեռացրեցին քաղաքական հայացքների մասին, օրինակ մենք ԵՊՀ-ում եկեք նայենք օրինակը, ԵՊՀ-ում կադրային ջարդը խայտարակ կերպով է լինում։ Դասախոսին հեռացնում են նրա համար, որ օրինակ ինչ որ մեկի դուրը չէր եկել, իրա բերած դասի օրինակ դուրը չէր եկել։ Դասախոսին հեռացնում են նրա համար, որ օրինակ, չգիտեմ, միջանցքում իր անկերոջ հետ խոսացել է ինչ որ քաղաքական թեմաներից, կողքով մարդ է անցել, այդ լսել է, իրանց այդ դուր չի եկել միջանցքում։ Ու շատ թեկուս հանրապետական թեկուս, հա, այլ կուսակցության անդամների, այլ նախկին падգամավորների, նախկին պաշտոնյաների դասաժամ չեն հատկացրել նրա համար, որ իրանք նախկինում կամ թեկուս հիմա էլ աղերս ունեն ինչ որ կապ ունեն ինչ որ կուսակցության կամ ինչ որ գաղափարների հետ։ Այս ամենի զուգահեռ, այս ամբողջ աղետաշատ իրավիճակին զուգահեռ արդեն հրապարակում սկսվել է տոնածառի
դու արարողությունը եւ արդեն տոնածառեն։ Սիրտ ունեն դե զարդարելու, կզարդարեն, բայց ինչ կանեն։ Չգիտեմ, այս ամեն ինչի պետքա ուղակի դիմադրել, պետքա ուղակի սպասել, համբերել մի քիչ։ Կարծում եմ ամեն ժամանակին կընկնի իր տեղը։ Ճիշտ է, շատ ցավալի է, բայց դե Նաև արի մեր մշտական թեմաներից մեկը չշրջանցենք ֆուտբոլի թեման։ Նոյեմբերի 13-ին մենք ունենալու ենք Հայաստան, մենք հյուրընկալելու ենք Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականին եւ ունենալու ենք Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպումը։ Մաղթենք հաջողություն մեր տղաներին, չնայած մինչև դա մենք ասում եմ էլի եթեր կունենանք։ Բնականաբար ինչ ակնկալիքներ ունենք խաղից մենք։ Մենք բնականաբար հետևելու ենք խաղին։ Ես մարզադաշտից։ Կարծում եմ ես էլ։ Մենք մարզադաշտում կսատարենք մեր հավաքականի տղաներին ու սպասում ենք, ես սպասում եմ ընկերական խաղ։ Ես սպասում եմ թմային խաղ այս անգամ, սպասում եմ հավաքական խաղ հենց։ Այսինքն այն պատկերը, որ մենք այն ժամանակ տեսել ենք, որ ամեն մեկը իր համար էր խաղում, մի փոքր կոտրվել է կարծում եմ, ու սպասում եմ, որ ամբողջապես արդեն խաղը կփոխվի, կլինի ավելի թմային, ավելի ընդհանուր աշխատանքային խաղ։ Չեմ կարող կոնկրետ հաշիվ կանխատեսել այս պահին, դեռևս ես իմ մտքում ունեմ 1-2-ը, դա հաջորդ թողարկումները կարծում եմ կասեմ։ Իսկ Հայաստանն է հաղթում քո մտքում թե Հունգարիա։ Չեմ ասի։ Հայաստան Հունգարիա։ Դե չէ, ամեն դեպքում վատ արդյունքների չեմ սպասում։ Եթե լինի օրինակ հավասար, էլի չեմ նեղվի։ Չգիտեմ։ Իդեպ մի այսպիսի հետաքրքիր միտք եմ նաև ցանկանում նշել, քանի որ 3 էի տոմսերը գնում։ Մարզադաշտը այսպես ասեմ, մարդիկ կիմանան, ունի կարմիր տրիբունա, ունի գազարագույն տրիբունա։ ՀՖՖ-ն որոշակի մեծ քանակությամբ տոմսեր տրամադրում է ֆանակումբներին եւ տրամադրում է որոշակի խնդիրներ ունեցող անձանց։ Ու արանքում մնում է մի քանի տոմս։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մի փոքր այդ քաղաքականությունը վերանայվի, քանի որ մարդը, որ ցանկանում է պարզապես տոմս գնել եւ ներկա գտնվել խաղին, մեծ դժվարությամբ է կարողանում նորմալ տեղում գնել տոմս։ Ու հասանելի գներով, որովհետև այս խաղերի տոմսային էթափը մի քիչ ավելի փոփոխվել է ինչ որ այս վերջին տարիներին, վերջին 2 տարում։ Հիմնականում նորմալ տոմսերը սկսում են 8000, 10000 եւ 12000-ից։ 12000-ից են սկսում ու հա մի քիչ ինձ թվում է թանկա, մանավանդ օրինակ երեխեք են շատ տեսնում են, որ ուզում են այդ խաղերին գնալ, անդադար TikTok-ով տոմս կնվիրեք, ես կարեք այդ բանային, բայց քիչ թանկա։ Մանավանդ նաև խնդիրը, երբ որ դու ցանկանում ես ակաունտով մտնել եւ տոմս առնել։ Հա, 2 տոմսից ավել չես կարող առնել։ Հիմա օրինակ որ դու քո ընկերոջ եւ օրինակ եղբորդ եւ քրոջդ հետ ցանկանում ես գնել, ո՞նց ես տոմս առնում։ Պետք է ու բացի հետո, եթե դու ցանկանում ես, որ մենակ դու չառնես, օրինակ, չգիտեմ, քո քրոջ համար էլ տոմս առնեք, քո քուրը եթե ակաունտ է սարքում, ինքը պետք է չափահաս լինի իմանալով, ուրիշ բանկային քարտ պետք է կցվի, ուրիշ բան պետք է լինի։ Տեղի ունենում քո անձնագրային տվյալներն ես գրում, որը որ չգիտենք որքանով է։ Այն ժամանակ օրինակ, որ անձնագրով մոտենում էինք եւ տոմսը, հա, ֆիզիկական տոմսը վերցնում էինք, իմ համար շատ հարմար էր։ Ու ավելի հասանելի է դիստում շատերի համար, որովհետև հիմա օրինակ պապիկներ կան, որ ուզում են գնան ֆուտբոլի կամ հենց այդ նույն փոքր երեխեքը, որ ուզում են գնան ֆուտբոլի, պետքա մեկին խնդրեն, ծնող բան կամ չգիտեմ, թորնիկ խնդրեն, որ իրանց տեղը առնեն, անհարմարություն է էլի ինձ թվում է դա հավելյալ։ Ես օրինակ խնդրում եմ, որ այդ տոմսերի քաղաքականությունը փոխվի։ Հա, եկեք սարքենք ֆիզիկական տոմսեր խնդրում եմ։ Ես հին մարդ եմ, ես այդ քարտերից չեմ կարող օգտվել, իմ համար դժվար է այդ։ Ես միջև ակաունտը բացել եմ, կյանքիս կեսը գնացել եմ, մանավանդ Պորտուգալիայի ժամանակ իմ ակաունտը չգիտեմ ինչ էր եղել, Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ իմ ակաունտը չգիտեմ ինչ էր եղել, նորից պետքա թողարկվեր, նորից պետքա անձնագրից տվյալները լրացնել, ու ես այն որ առավոտ արդեն ժամը 10-ին լրացնում եմ, որ հեսա 12-ին վաճառքը կսկսի, 12-ից 1 տեսնում եմ, որ հասանելի չի ոչ մի բան էլ, վերջ։ Ու նաև օրինակ 3 ընկերներիցս մեկը ցանկանում էր տոմս գնել ու երբ որ դու նոր ես ակաունտը բացում ու պետքա վերիֆիկացիա։ Հա, մի քանի ժամ սպասում ես։
ընդունեն, ոնց Հա, իրանք այնտեղ հաստատում են։ Իրանք այդ հաստատումը կատարում են միայն աշխատանքային ժամերի ընթացքում։ Այսինքն, եթե դու ցանկանում ես օրինակ 7-ին գրանցվել եւ գնել տոմս, դու չես կարող 7-ին գնես տոմս, դու պիտի սպասես մինչեւ հաջորդ օրը առավոտյան ինչ որ մեկը գնա ՀՖՖ, տենա քո այդ զայավքեն ու հաստատի։ Իսկ այդ ընթացքում հատած ավտոբուսները փրկել։ Պատկերացնես, բա Նիկոլն էլ մի հատ ուրիշ հանձնարարական տված լինի, այդ օրը մարդ չգնա ՀՖՖ։ Ինչ մի հատ կաշմար վիճակ է առաջ կտանգ։ Օրինակ սատանա մանգա, ոնց որ առաջին մանգա։ Հա։ Դե ինչ այս ֆուտբոլային նոտայով երևի ավարտենք մեր այսօրվա թողարկումը։ Տոնական Տոնական։ ոչ տոնական թեմաներով տոնական թողարկումը։ Եվ կսպասենք ձեր նամակներին, կոմենտներին, Հարցերին, թեմաներին։ Մենք ինչ որ հետաքրքիր ձևաչափ ենք մտածում, որտեղ որ կլինեն նաև հյուրեր։ Շուտով հուսով ենք շուտով, եթե տեխնիկական հարցերը լուծվեն։ Ուղղակի տեխնիկական խնդիրներ կա, ինչի արդյունքում այժմ չեն կարողանում այս։ Եթե շուտ լուծվեն, խոսք ենք տալիս, հետագա եթե հաջորդ չէ, հաջորդի հաջորդ թողարկմանը արդեն կլինի ավելի այլ ֆորմատով։ Շնորհակալություն։